Այսօր Վերանդա ռեստորանում տեղի է ունենում հայկական Արմաս գինիների պաշտոնական շտորհանդեսը։ Միջոցառումը վարում է սիրված դերասաններ Սոժ Ջանիբեկյանը եւ Արման Նիշանյանը, իսկ բոլոր հյուրերը առաջին անգամ այսօր եկել են համտեսելու եւ գնահատելու Արմաս հայկական գինիները։ Տեղափոխվել ենք ստեղ 2006 թվականին, որպեսզի ունենք այգիները զրոյից, մոտ 200 հեկտար այգիներ են հիմնվել, որից 100 հեկտարը պտղատու այգիներ են։ Ամեն ինչ անում ենք սրտանց, բարձր որակի, շատ լավ թիմ ունենք, արտակարգ գինեգործ, եւ հույսով ենք, որ բոլորը դա կզգան գինիների մեջ։ Մեր համար շատ կարևոր էր, որպես մենք գինիներ պատրաստենք հենց հայկական խաղողից, մեր հումքից, քանի որ մեր Հայաստանի հողը արտակարգ է եւ եթե ճիշտ պատրաստվի, մենք հրաշալի հնարավորություններ ունենք, մենք, այսինքն հայ ազգը եւ Արմաս ընկերությունը քայլեր է անում, որպես լինի այդ անդամներից, որ լավ գինի ներկայացնի միջազգային շուկայում։ Արմաս գինիներն իրենց մեջ ներառում են Հայաստանի հողը եւ այն արևը, որը տաքացնում է այդ հողը։ Ես համոզված եմ, որ թե հայ կանայք եւ թե հայ տղամարդիկ մեծ սիրով կվայելեն Արմաս գինիները եւ միանշանակ կդառնան այս գինիների հետևորդները։ 6 տեսակի են, ինչպես նշեցի գինիները, համարյա բոլորը, այսինքն 5 տեսակին չոր են։ Մենակ մի տեսակի սպիտակ կիսաքաղցր ունենք, որը կանգուն խաղողից է։ Ուրեմն սպիտակ չորը մեր կանգուն եվրոկացիտելի խաղողներից են, ունենք ոսկեհատ չորելի սպիտակ գինի է, ոսկեհատ խաղողից, ունենք ռոզեն, որը կարմրահյութ խաղողից է, ունենք արենի գինին, որը արենի խաղողից է, մյուս գինին կարմիր չոր գինին է, որը կարմրահյութ խաղողից է էլի, եւ վերջինը ասեցի կիսաքաղցրն է, որը կանգուն խաղողից է։ Հայկական խաղող, հայկական հող, հայկական արև եւ եվրոպական տեխնոլոգիայով շատ բարձրորակ, բարձրաճաշակ գինիներ են։ Չոր եմ խմում, ես գինին ընդհանրապես ու այս չորը որ խմում եմ շատ ուրախ եկավ։ Շատ ուրախ եմ, որ այսպես աճ կա, լավ գինիները, որակյալ գինիներ են հայտնվում Հայաստանում, որը որ կարծում մեր բոլորի օգուտն է։